Պատմելու ենք բացառիկ մի նախագծի մասին, որի անունն է Live Chef, բարձրակարգ on-line ռեստորանը, որը նորույթ է համաշխարհային շուկայում, ուղիղ եթերում կարող եք հետևել ձեր պատվիրած սննդի պատրաստման ողջ ընթացքին, կարող եք հետևել խոհանոցի սանիտարահիգիենիկ պայմաններին իհարկե, պատվիրել food track եւ ելի շատ հետաքրքիր նորություններ, նորույթներ, որոնց մասին կպատմեն մեր հյուրերը։ Յանա Դանիելյանը, Live Chef ընկերության տնօրեն, Մելիք Սիմոնյանը, Live Chef on-line ռեստորանի brand chef։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Եվ այսպեսով մեր տաղավարում են մարդիկ, որոնք որ կապ ունեն աշխարհում առաջին սննդային ստարտափի հետ։ Ես այսպես եմ դա կոչում։ Online ռեստորան, իսկապես Live Chef։ Եկեք սկսենք ամենասկզբից, ինչպես ծնվեց գաղափարը, ինչու online, ինչու այսպիսի իրավիճակ եւ ինչ է սա վերջը։ Ինչի on-line ռեստորան։ Նախ սկսեմ նրանից, որ խոսքը բարձրակարգ ռեստորանի մասին է, այսինքն գաղափարը հետևյալն էր, on-line հարթակում ստեղծել հենց բարձրակարգ ռեստորանին համապատասխան միջավայր եւ բացի դրանից կարողանալ հենց օրինակ առաքման տեսանկյունից մատուցել մեր հաճախորդներին կամ առասարակ հաճախորդներին բարձրակարգ սպասարկում, ինչը որ այսօր իսկապես նորություն է Երևանում եւ առասարակ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում, որովհետեւ ոչ ոք այդքան ժամանակ, ռեսուրս, նյարդեր պատմում են fast food կարծես թե, չէ՞, սովորաբար։ Այո, արագ սնունդ կամ պիցա, չգիտեմ, բուրգեր եւ այլն։ Այո, եւ այստեղ ասեմ պահը բաց թողնելով, նաեւ ուզում եմ անպայման ավելացնել, չնայած որ արդեն շատ է խոսվել Live Chef-ի մասին, տարբեր հարթակներում եւ այս պահի դրությամբ վստահաբար արդեն կարող եմ դրա մասին խոսել, որ Live Chef-ը արդեն ծանոթ է շատ-շատերին եւ ունի իր հաճախորդների բանակը, այսպես կարող եմ ասել, ինչի համար շատ շնորհակալ եմ մեր հաճախորդներից եւ իհարկե իմ թիմից, որը ապահովում է այդ բարձր որակը, բայց ուզում եմ ավելացնել, որ մենք ներկայացնելով բարձրակարգ խոհանոց, այսինքն fusion խոհանոցին համապատասխան տարբեր հիանալի ուտեստներ, տարբեր երկրների, հետաքրքիր նոր ուտեստներ ունենք, որոնք որ արդեն մեր brand chef-ը կարծում եմ կներկայացնի, հենց մեր ձեռագրին համապատասխան, դրանք հայկական եւ պանասիական խոհանոցների միքսեր են, շատ հետաքրքիր Եվ շատ շուտով, ինչ եմ այս ամենը ասում, որովհետև շատ շուտով, քանի որ այդ սեգմենտը բավականին կարևոր է անկախ նախասիրությունների, քանի որ խոսեցիք պիցայի մասին, ուզում եմ նաև մեր հաճախորդներին իհարկե լավ լուր ասել, որ շատ շուտով մենք նույնպես կունենանք շատ համեղ իտալական պիցաների տեսակ։ Պիցաների հավաքածու։ Ոչ միայն պիցաների, այո, այսինքն իտալական սեգմենտն էլ ոչ միայն իտալական, այլ նաև կունենանք սուշի բար, այսինքն ճապոնական եւ չինական խոհանոցին նույնպես կանդրադառնանք եւ շատ էլի հետաքրքիր նորություններ, որոնք այսպես միանգամից չեմ ուզում բոլոր գաղտնիքները բացել։ Բայց այսպեսի հարց է ինձ հետաքրքրում, մեր իրականության մեջ հենց այդ արագ ուտելը, ավելի մաչելի տարբերակով սնունդը, չգիտեմ, ինչի հայկական խոհանոց չկա օրինակ food court-երում, որովհետև բարդ ու երկար գործընթաց է հայկական ուտեստ պատրաստելը, ավելի հասանելի չէ։ Այդ ձեր դեպքում բայց չկա food court-երում։ Շատ բարդ է հայկական խոհանոցի հետ, ըստիս եւ մեր տաղավարում առիթ եղել է թեմայով անգամ խոսել։ Հետաքրքիր է հաճախորդների բանակ ձեռք բերելը ինչպես ստացվեց։ Իհարկե կգտնվեն մարդիկ, ովքեր կառաջնայնացնեն որակը, հիգիենիկ պայմանները, բայց ինչպես հավաքեցիք հաճախորդների բանակ։ Նախ այս պրոյեկտը շատերի համար նորություն էր, բոլոր առումներով, իր սպասարկման ծառայություններով առաջին հերթին, որովհետև բացի նրանից, որ մենք ներկայացնում ենք յուրահատուկ ուտեստներ, շատ համեղ ուտեստներ, բացի դրանից մեր հաճախորդը, որը ինձ համար օրինակ
առաջին հերթին որպես հաճախորդ շատ կարևոր է տեսնել, թե ինչ պայմաններում են պատրաստվում այդ ուտեստները, ում կողմից են պատրաստվում այդ ուտեստները։ Եվ տվյալ պարագայում արդեն Live Chef-ը ունի այնպիսի հարմարություն, որը որ տալիս է մեր հաճախորդին հնարավորություն հետևել ուտեստի պատրաստման ամբողջ ընթացքին եւ ոչ միայն ուտեստի պատրաստման, փաթեթավորման, հեռախոսի էկրանին տեսնել ովքեր են պատրաստվում, ովքեր են սպասարկում, օրինակ տվյալ հաճախորդ, ինչպես եւ շատ ցավոք սրտի, օրինակ այս պահին եմ ուզում դրա մասին խոսել, որովհետեւ շատ մեր հաճախորդները չգիտեն, բայց տեսախցիկներից այն կողմ, այսինքն ձայնը չի լսվում, բայց այնքան կուզենայի, որպեսզի այդ ձայները, այդ տրամադրությունը միկրոֆոն է դնում եք եւ ես հիմա մտել եմ նույնպես փոխանցվեր։ Տեսնեմ, որ այստեղ հայկական ուտեստներ կան։ Իհարկե։ Այսինքն դա կարծրատիպ է, իմ հարցը դա է, որ որոշ առումով դա կարծրատիպ է։ Այստեղ գարի կա, ես տեսնում եմ, բլղուրով ուտեստներ կան շատ, աղցաններ, էլ ինչ տեսա հայկական, դդմի ապուր։ Լավ, ավելի լավ, եթե դա կարծրատիպ է։ Այո։ Լավ, եկեք շեֆ խոհարարին հարցնենք։ Առհասարակ խոհարարները սիրում են, որ իրենց ետևում են։ Եվ սա ձեր համար ինչ-որ խնդիր չի, չէ՞ որ սա ինչ-որ վուայերիզմի նման է, որ դուք ինչ-որ այնտեղ գործողություններ եք կատարում եւ միգուցե դա միստիկա է եւ ինչ-որ բաներ, իսկ մարդիկ կարող են դիտել։ Կամ միստիֆիկացիաներ։ Կամ գաղտնիքներ խոհարարական։ Միստերիաներ, այո։ Չէ, գաղտնիքներ բոլորովին չունենք, ու եթե հարցին անկեղծ պատասխանեմ, ոչ խոհարարները չեն սիրում նման կոնցեպտը, չնայած նրան, որ մեր խոհանոցում հավաքվել են պրոֆեսիոնալ մասնագետներ, իհարկե ի սկզբանե կոնցեպտին ծանոթացրել ենք, ներկայացրել ենք ուղղվածությունը, Live Chef-ի, ինչ է իրենց ներկայացնում, ինչի համար արվում, ոգևորությունը մեծ անձնակազմի ու կամերաները չեն խանգարում, մարդիկ չեն լարվում, սովորել են, այլևս ոչ։ Դե քանի որ նորություն էր մեր շուկայում, մեր առհասարակ մեր երկրի համար դժվար էր իհարկե, բայց սկիզբը շատ լավ ստացվեց ու խոհարարները արդեն հիմա բնականon հունով աշխատում են, այդտենց խնդիրներ չունենք այլևս։ Եթե մենյուի համալրման մասին խոսենք, իհարկե մասամբ խոսեցինք, հետաքրքիր է ինչ սկզբունքով է համալրվում մենյուն, ըստ պահանջարկի, ինչ որ բաներ հարցնում են չի լինում, որոշում եք լրացնել, այն ինչպես է համալրվում մենյուն։ Կարող է շեֆ Արմանում ասում, վաու։ Այսպես կարելի է։ Իհարկե մեր պատվիրատուների կարծիքը հաշվի առնելով այդ ամեն ինչը արվում, սովորաբար ստանում ենք զանգեր, առաջարկներ են լինում, Կամ ինչ-որ բան 3 անգամ պատվիրում են, հասկանում եք, որ չունեք, ասում եք, պետք է ուրեմն ունենանք։ Այո, իհարկե։ Շատ ճկուն ենք աշխատում, քանի որ on-line հարթակում ենք, փոփոխությունները շատ արագ կազմակերպում ենք, որպեսզի մեր պատվիրատուների համար մաքսիմում կոմֆորտ լինի, այո։ Նույն որ Յանան խոսում է, այս վերջի շրջանում սովորաբար շատ են հարցնում պիցաների, այո, սուշի ռոլերի մասին։ Հիմա ակտիվ աշխատանքներ են արվում։ Հետո վերջը գիտեք ինչ, եթե ձեր երեխաները այս հարթակը ունենան արդեն, քանի որ այնտեղ պիցա կլինի, մեծիկներն է կհասնենք, ասեն, վայ, հələ մի հատ տեսնենք մեր համար ինչ հետաքրքիր բան կա։ Ես ուզում եմ որ մի քիչ պատմեք ֆուդ տրակերի մասին, սա ինչ գաղափար է եւ պարզապես կամ իսկապես կարելի է գնալ եսիմ ուր, Արագած, չգիտեմ, կամ խունստուպլեր եւ այնտեղից պատվիրել ֆուդ տրակը կամ այնտեղ գնալուց առաջ պատվիրել ֆուդ տրակը եւ գալ այնտեղ վայելել այդ ամենը, իսկական ռեստորանային, այսպես ասած, փոքրիկ համալիր ստեղծել։ Այո, դա իրականություն է եւ ֆուդ տրակը ինչ է, դա շարժական խոհանոցի մասին է խոսքը գնում, այսինքն խոհանոց անիվների վրա այլ կերպ ասած, որը որ այո, նախապես կարելի է պատվիրել, իսկ այդ ծառայությունը ինչ է իրենից ներկայացնում, խոսքը գնում է պրոֆեսիոնալ խմբի մասին, ով ապահովում է, չգիտեմ, ճաշկելույթի միջոցառման ամբողջ սպասարկումը, սկզբից մինչև վերջ, ուտեստների պատրաստումից մինչև որ մատուցողների սպասարկումը։ Սպասքով ամեն ինչ, ոչինչ պետք չի, պատարակախ տնից տանել, ապսել, նույնիսկ աթոռներ, աթոռները յոսեղանել, ամեն ինչ, այսինքն միսը պետքա գնանք այնտեղից առնենք, ես գիտեմ, բան, չկա պետք։
Ամբողջությամբ, այսպես ամայի տարածքում մենք կարող ենք 0-ից հավաքել այն միջոցառման պատկերացումը, որ մեր հաճախորդը ուզում է։ Հետո բոլորի հետևից հավաքել այդ ամենը։ Դա էլ է շատ կարևոր, քան Զառա, դու շատ չէ՞ որ բնությունը պետք է պահպանել։ Հա, իհարկե, անպայման բնությունը պետք է պահպանել։ Հատկապես հիմա, որ սեզոն է, մենք նորից տարբեր տեսանյութեր կտեսնենք, թե ինչպես են մարդիկ աղտոտում բնությունը, food truck-երը լավագույն, դե հա, եւ food truck-երը լավագույն որոշումը կարող են դառնալ, նաեւ ժամանակային առումով չենք ավելի ձեռնտու է Դե որովհետև դու գնում ես եւ հանգստանում ես, իսկ վայելում ես այդ ամենը, հյուրերիդ ես վայելում, միջավայրն ես վայելում, ել չես մտածում, վայ։ Յանա, իսկ գնային ինչպես եք հաշվարկում, որ սա լինի համ բիզնեսի տեսակետից ձեզ ձեռնտու, համ հաճախորդները, որ իրենց ված չզգան։ Տեսեք, մենք մի փոքր այլ տեսանկյունից ենք նայում, մենք այս պայմանությամբ միգուցե դա բիզնեսի տեսանկյունից մի փոքր սխալ հնչի, ոչ ճիշտ, բայց այս ժամանակաշրջանը շատ կարևոր է, որպեսզի մեր հաճախորդները սովորեն ընդհանրապես այս երևույթներին։ Այսինքն սովորեն, թե ինչպես է իրականացվում բարձրակարգ սպասարկումը, ինչպես է դա, որ երբ սեղանին դրված են թեպետ մեկ անգամյա օգտագործման, բայց լյուքս դասի սպասք։ Եվ դա դրա համար պետք չէ վճարել։ Անգամյա օգտագործման սպասքի ես տեսել եմ։ Այո, եւ դա ուղղակի, այսպես ասած, վերաբերմունք է մեր կողմից, մեր հաճախորդներին, ինչպես է դա, որ ուղղակի պատվիրված ուտեստների հետ հաց է հյուրասիրվում, ինչպես է դա։ Այսինքն, որպեսզի մեր հայրենակիցները իրենց լավ զգան առաջին հերթին, գնահատեն այդ պահը իրենք իրենց, հետո արդեն, այսպես ասած, նայենք ուրիշ տեսանկյունից։ Դուք չեք ուզում միանգամից դառնալ միլիոնատեր, սա երկարատև, այսպես ասած, process-ը եւ դուք շատ ավելի հեռուն եք նայում։ Ես, այո, հենց դա եմ ուզում ասել, որովհետեւ ի սկզբանե գաղափարը Live Chef-ի շատ ավելի մեծ է եւ շատ ավելի գլոբալ է եւ այսինքն մոտ ապագայում մենք մտածում ենք, պլանավորում ենք ընդլայնել մեր ցանցը եւ դա Հայաստանի մասին չի խոսքը գնում, այլ արդեն այլ երկրների մասին է խոսքը գնում։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի առաջինը մեր հայրենակիցները այդ ամենից օգտվեն, վայելեն, այո, ճանաչեն ու ասեն, որ այ, տեսեք, մեր հայկական բրենդն է։ Իսկ ինչը վերաբերում է food truck-ի ծառայությանը, ապա ասեմ, որ շատ հարմարավետ է ամեն բան։ Այսինքն, եթե նայենք սպասարկման տեսանկյունից եւ այլն, եթե ավելի մանրամասն ասեմ, այստեղ կարևոր է, թե քանի հոգու համար է առհասարակ նախատեսված միջոցառումը, չգիտեմ, 5 հոգուց սկսված կարող է միջոցառում լինել եւ այդպեսի ունեցել ենք մենք մինչև 300-400, շատ, այո, մենք ամբողջությամբ պատրաստ ենք բոլոր առումներով, թե խոհարարական անձնակազմով, թե սպասարկման անձնակազմով, բոլոր տեսակետներ։ Այսինքն դա կարող են լինել խնջույքներ ինչ-որ։ Իհարկե, օրինակ մենք շատ շուտով, այո, ունենք օրինակ կնունքի միջոցառում, ունենք նշանդրեքի, հա, այսպես նշանադրության, այսինքն տարբեր են, տարաբնույթ են։ Հաճախորդին այնտեղ մեզ ջուր է հարկավոր, գազ է հարկավոր, հոսանք։ Մենք ամեն ինչով զինված, պատրաստ, ամեն ինչով ոսկե հարսանիքս Զառա եւ քո առաջին հարսանիքը ինձ թվում է արդեն ուզում եմ վայրը որոշված է, վայրը որոշված չէ, ամբողջ Հայաստանը կարող է լինել սիլված վայր, բացօթյա է լինելու։ Բացօթյա սիլված վայր ունես։ Ոչ։ Կետ լուբոյ հայերեն լուբոյ կետում։ Ցանկացած կետում կարող եմ կազմակերպել ու շատ կարևոր է, որ ձևավորվի նաև սննդի առումով, այո, այդ սպասարկման առումով մշակույթ, որովհետև երբեմն ես որ տեսնում եմ մարդիկ ինչ պայուսակներով են սնունդ տեղափոխում եւ այդ պայուսակից մարդիկ սնունդ են վերցնում, ինչ պայմաններում համար դες ներվայնանալու համ ուրիշների համար։ Դե որովհետև կարելի է սեփական իրավունքները պաշտպանել, նաև ավելի Եվ վերջին հարցը, որ ինձ շատ է հուզում եւ ուզում եմ հասկանամ երբ դա կլինի, երբ ենք մենք արդեն ստանալու մեր սնունդը պատվիրած դրոններով։ Այդ գործընթացը ուր է հասել։ Շատ են հարցնում մեզ այս հարցը եւ այդ գործընթացը շատ կարեւոր փուլում է, որովհետեւ տեսեք, քանի որ մենք ենք առաջինը Հայաստանում, ով նման ծառայություն է ներկայացնելու առհասարակ եւ սա շատ կարեւոր ծառայություն է, ոչ միայն առաքման տեսանկյունից, այլ նաեւ այլ տեսանկյուններից։ Տեսեք, շատ կարեւոր է մոտենալ այս process-ին լրջորեն
եւ դա վերաբերվում է եւ մեր հայրենակիցներին եւ այսինքն մեր աշխատանքին, որովհետեւ խոսքը գնում է թռչող դրոնների մասին, օրենք գոյություն ունի եւ այլն։ Ամեն վայրով չի կարող թռչել, բայց օրենքը հենց այս պահին գրվում է, որովհետեւ նման բան, քանի որ դեռ տեղի չէր ունեցել, հիմա հենց մեր նաեւ միջոցներով եւ մեր մասնակցությամբ այդ ամենը տեղի է ունենում, որպեսզի մենք բոլորս, այսինքն եւ մեր հայրենակիցները եւ մեր աշխատանքը շատ ճիշտ կարգավորված լինի, կազմակերպված լինի, որովհետեւ խոսքը գնում է ամեն դեպքում անօթաչու սարքերի մասին, որոնք որ նորություն են մեր հայրենակիցների համար։ Եվ այստեղ այս դեպքում եւ մենք վտանգներ կարող ենք տեսնել բիզնեսի տեսանկյունից, որովհետեւ դե հիմա նորություն է ամեն դեպքում տեսնելով նման օբյեկտ, այսպես կարելի ասել, տարատեսակ ձևով կարող են ընկալել մեր հայրենակիցները, դրա համար օրենքը շատ կարևոր է, թե մեր հաճախորդի համար, թե մեր համար։ Բայց որ այդ ամենը փուլում է, հենց այս վառ շրջանում է, եւ կարծում եմ, որ շատ շուտով արդեն մենք կունենանք այդ հնարավորությունը, նաեւ ուզում եմ բոլոր մեր եւ հեռուստադիտողներին եւ մեր հաճախորդներին ասել եւ միանգամից բոլոր հարցերին, այսպես ասած, պատասխանել, որ հետագայում արդեն կտրվի կոնկրետ քարտեզ, որի վրա նշված կլինի որտեղ կարող է դրոնը թռիչք կատարել եւ որտեղ չի կարող, որտեղ կան վայրեր, որոնք արդեն հասկանում ենք, տրամաբանում ենք, որ հնարավոր չէ նման վայրերով թռիչք կատարել։ Փառաքարում օրինակ դժվար թույլ տա։ Դե օդանավակայանի տարածքում նաեւ։ Ոչ միայն, այլ իհարկե վայրեր էլ կան, դրա համար կխնդրեմ բոլորին արդեն հետևել մեր սոցցանցերին։ Բոլորը Դավիթաշեն ապրելու, այնտեղ ամեն ինչ կարելի է։ Շատ շնորհակալություն, չենք մոռանում ներբեռնեք Live Chef-ը, օրինակ ես ներբեռնել եմ եւ իմ կյանքից գոհ եմ եւ առհասարակ լավ սնվելը դա արտոնություն է։ Հա, իհարկե։ Նաեւ հիգիենային հետևելը, թե ինչ պայմաններում է դա։ Դե նորմալացած է։ Այս բառերն կարող ես չմտածել։ Դե հա, միանշանակ։ Չմտածել եւ չմտածուլ, որտեղ Live Chef-ը մեզ հետ է։ Շնորհակալություն։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, հուսանք, որ օրից մի օր կգաք եւ կասեք, որ արդեն գոյություն ունի Live Chef-ը համաշխարհային ցանցում, հետո կմտածենք Լուսնի եւ Մարսի մասին։ Այս բանը մտածում ենք գովազդի մասին։ Այո։